Ողջույն սիրելի հետևորդներ, սկզբում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, նյութերը հավանելու, տարածելու, բաժանորդագրվելու համար, իսկ ձեր մեկնաբանություններն օգնում են հասկանալ, որքանով է այս կամ այն թեման հետաքրքիր կամ հակառակը։ Այսօր ԱՄՆ գլխավոր լուրերի թողարկմանը դիտեք. Դաշնային գործակալությունները ձերբակալում են ներգաղթյալներին հենց դատարաններից դուրս գալուց հետո, նոր կոշտ քաղաքականություն Թրամփի վարչակազմից։ Դատարանը արգելում է ուսանողների զանգվածային վտարումը, վերականգնվում են բոլորի կարգավիճակները։ Մի հարթակում պարտություն, մյուսում ավելի ագրեսիվ գործողություն։ Թրամփը զրկում է Հարվարդին օտարերկրյա ուսանողներ ընդունելու իրավունքից։ Ներկայացուցիչների պալատը մեկ ձայնի տարբերությամբ ընդունում է հսկայական հարկաբյուջետային օրինագիծ։ Կենտրոնական հետախուզական վարչության շտաբի մուտքի մոտ իրավապահները կրակ են բացել մի կնոջ վրա, որը մեքենայով փորձել է մուտք գործել տարածք։ Վաշինգտոնում սպանել են Իսրայելի դեսպանատան 2 աշխատակցի, թիրախավորված հարձակման հետևանքով կասկածյալը բղավել է ազատություն Պաղեստինին։ Սան Դիեգոյում էլ մասնավոր ինքնաթիռ ընկել է բնակելի թաղամասի վրա, զոհվել են 3 հոգի, տուժել տասնյակներ։ Այս եւ մի շարք այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Դաշնային գործակալությունները կատարելով նախագահ Թրամփի արտաքսումները որդեգրել են նոր մոտեցում, ձերբակալում են ապօրինի ներգաղթյալներին անմիջապես այն պահին, երբ նրանք լքում են դատարանը պարտադիր ներկայանալուց հետո։ Իրավապաշտպան կազմակերպությունների խոսքով շատ դեպքերում խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր միայն դատական պլանավորված այց պետք է կատարեին։ 28-ամյա կոլումբիացի միգրանտ Խուան Սիրանոն առավոտյան մասնակցել է Մայամիում կայացած միգրացիոն դատական նիստին, ակնկալելով ընդամենը հերթական ստուգում, բայց անակնկալ էր նրա համար, երբ դատախազները հանկարծ հրաժարվեցին գործից եւ դատավոր Մոնիկա Նոյմանը հայտարարեց. «Դու ազատ ես»։ Դատարանի դահլիճից դուրս Սերանոյին դիմավորել են արդեն 5 դաշնային գործակալներ, որոնք նրան ձեռնաշղթայով նստեցրել են մեքենան ու տարել մի խումբ այլ միգրանտների հետ։ Նման դեպքեր են տեղի ունեցել ամբողջ երկրով մեկ, ամենաշատերը Նյու Յորքում, Սիեթլում, Լոս Անջելեսում, Ֆինիքսում, Չիկագոյում եւ Տեխասում։ Ականատեսների եւ փաստաբանների փոխանցմամբ ներգաղթի գործակալներն այս շաբաթ սկսել են զանգվածաբար ձերբակալել մարդկանց հենց այն բանից հետո, երբ նրանց գործերը հանվում են դատարանների օրակարգից։ Ներգաղթի 3 ծառայող անանուն պայմանով CBS-ին հայտնել են, որ երկուշաբթի աշխատանքի գնալուն պես դատախազներին հրահանգվել է հրաժարվել գործերից, լիովին տեղեկացված լինելով, որ դաշնային գործակալները կձերբակալեն անձանց դատարանից դուրս գալուն պես։ Այս քաղաքականությունը միտված է դատական գործերի քանակի կրճատմանը։ Թրամփն անձամբ հայտարարել է, որ բոլոր դատավարությունները ապահովելը անհնար է եւ կարող է տևել 200 տարի։ Վարչակազմն այժմ ակտիվացնում է արագարտաքսման ընթացակարգը, անգամ առանց վերջնական դատական որոշման։ Դաշնային դատավոր Ջեֆրի Ուայթը որոշում է կայացրել արգելել Թրամփի վարչակազմի ներգաղթի մարմիններին ուսանողական վիզայով Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր օտարերկրյա ուսանողների իրավական կարգավիճակի չեղարկումը, քանի դեռ դատական գործընթացները շարունակվում են։ Ջորջ Բուշի կողմից նշանակված դատավոր Ուայթը 21 էջանոց որոշման մեջ գրել է, որ այդ ուսանողները մեծ հավանականությամբ կհաղթեն իրենց ներկայացրած հայցով։ Նա ընդգծել է, որ չկան ապացույցներ, թե այդ ուսանողները սպառնալիք են ներկայացնում հանրային անվտանգության համար։ Միաժամանակ, եթե դատարանը չմիջամտի, ուսանողները կշարունակեն լուրջ դժվարությունների բախվել։ Դատարանը ժամանակավոր Nationwide արգելանք է սահմանել։ Ներգաղթի մարմինները այժմ չեն կարող ձերբակալել կամ բանտարկել հայցվորներին կամ նման կարգավիճակում գտնվող ուսանողների։ Չեն կարող նրանց դուրս անել իրենց ներկայիս բնակության տարածքից եւ չեն կարող չեղարկել ուսանողների կարգավիճակի վերականգնումը։ Դատական գործը վերաբերում է F1 ուսանողական վիզայով Միացյալ Նահանգներ ժամանած անձանց, ովքեր գրանցված են ուսանողական եւ փոխանակման այցելուի տեղեկատվական համակարգում։ Դատական հայցի ներկայացումից հետո այսը սկսել է վերականգնել ավելի քան 4700 ուսանողի կարգավիճակ։ Սակայն դատավոր Ուայթը նշել է, որ դա բավարար չէ եւ քննադատել է վարչակազմի փորձերը խուսափելու դատարանի վերահսկողությունից։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այսօր ուժի մեջ է դրել որոշում, ըստ որի Հարվարդի համալսարանը զրկվում է միջազգային ուսանողներ գրանցելու իրավասությունից, իսկ արդեն ընդունված օտարերկրյա ուսանողները պարտավորվում են տեղափոխվել այլ համալսարաններ կամ կկորցնեն իրենց օրինական մուտքի կարգավիճակը։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հրահանգել է դադարեցնել Հարվարդի ուսանողների ու փոխանակման այցելուների ծրագրի սերտիֆիկացումը, համալսարանին մեղադրելով բռնություն եւ հակասեմիտիզմ խթանելու, ինչպես նաեւ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ համագործակցելու մեջ։ Հարվարդը կտրականապես հերքել է այս մեղադրանքները, հայտարարելով, որ որոշումը ապօրինի է։ Այս քայլը Թրամփի վարչակազմի կողմից համարվում է էական սերացում, որն ուղղված է հեղինակավոր համալսարանի դեմ։ Քրիստի Նոեմի որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հարվարդի համալսարանը հրաժարվել է տրամադրել որոշ միջազգային ուսանողների տվյալներ։
Ըստ ներքին անվտանգության նախարարության 2024-25 ուսումնական տարում Հարվարդը ունեցել է մոտ 6800 միջազգային ուսանող, որոնք կազմում են համալսարանի ուսանողական կազմի մոտավորապես 27%-ը։ Վերջին շաբաթներին Թրամփը սառեցրել է Հարվարդին տրամադրվող շուրջ 3 միլիարդ դոլարի դաշնային դրամաշնորհներ, ինչի արդյունքում համալսարանը դիմել է դատարան, պահանջելով վերականգնել ֆինանսավորումը։ Ներկայացուցիչների պալատը մեկ ձայնի տարբերությամբ ընդունել է հարկային մի օրինագիծ, որը մեծամասամբ իրականացնում է նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ծրագրերի առանցքը։ Օրինագիծը պետք է հաստատվի Սենատի կողմից, ապա այն ստորագրի Թրամփը եւ նոր միայն օրենք դառնա։ 215 կոնգրեսական քվեարկել է կողմ, 214-ը դեմ։ Նշվում է, որ օրինագծի շուրջ քննարկումները տևել են 2 շարունակական գիշեր, մինչև հանրապետականների խոսնակ Մայք Ջոնսոնը վերջնականապես հարմարեցրել է այն տարբեր թևերի պահանջներին։ Օրինագիծը նախատեսում է նոր հարկային զեղչեր կենցաղային խորհուրդների և ավտովարկերի համար, ռազմական և սահմանային վերահսկողության ծախսերի աճ, տնտեսության մեջ մինչև 3.8 տրիլիոն դոլարի նոր պարտքի ավելացում ըստ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի։ Թրամփի առաջին ժամկետում ընդունված կորպորատիվ և անհատական հարկային կրճատումների երկարաձգում, Ջո Բայդենի վարչակազմի ընդունած կանաչ էներգետիկ խթանների չեղարկում, աղքատների համար նախատեսված առողջապահական և սննդային ծրագրերի մատչելիության խստացում և միգրացիայի դեմ պայքարի ֆինանսավորում, ներառյալ մինչև 1 միլիոն մարդու տարեկան արտաքսման կարողություն ու հազարավոր նոր սահմանապահների ներգրավում։ Այս բոլոր կետերից շատերի համար ամենամտահոգիչը թերևս աղքատների համար նախատեսված առողջապահական և սննդային ծրագրերի մատչելիության խստացումն է։ Բացենք փակագծերը։ Իրականում սոցիալական աջակցության համակարգում կարող է խորը ցնցում լինել։ Ինչ փոփոխություններ է առաջարկում օրինագիծը։ Առաջին՝ աշխատանքային պահանջներ Medicaid ստանալու համար։ Նախագիծը պարտադիր է դարձնում, որ մինչև 65 տարեկան աշխատունակ անձինք աշխատեն, սովորեն կամ կամավոր աշխատանք կատարեն Medicaid բժշկական ապահովագրությունից օգտվելու համար։ Սպասվում է, որ 5 միլիոն մարդ կարող է ամբողջությամբ զրկվել ապահովագրությունից։ Նախկինում միայն Արքանզաս նահանգում են նման պահանջ գործել, հանգեցնելով ավելի քան 18,000 մարդու ապահովագրության կորստին։ Երկրորդ՝ աշխատանքային պահանջներ սննդային օգնություն ստանալու համար։ SNAP ծրագրի շահառուների շրջանում աշխատանքային պահանջները կբարձրանան մինչև 65 տարեկանը, նախկինում մինչև 54-ն էր։ Կներառեն նաև այն ծնողներին, որոնց երեխաները 7 տարեկանից բարձր են։ Կդժվարանա աշխատանքային պահանջներից հրաժարվելը նույնիսկ բարձր գործազրկությամբ շրջաններում։ Սա կարող է հանգեցնել 6 միլիոն մարդու սննդային օգնությունից զրկվելուն։ Երրորդ՝ օտարերկրյա անձանց բուժսպասարկման պետական ֆինանսավորման սահմանափակում։ Այն նահանգները, որոնք իրենց միջոցներով բժշկական ծառայություններ են տրամադրում ապօրինի ներգաղթյալներին, կզրկվեն դաշնային ֆինանսավորման որոշ մասից։ Սա կարող է ստիպել նահանգներին հրաժարվել այդ ծախսերից, խուսափելով պատժամիջոցներից։ Կվտանգվեն մինչև 14 նահանգների այն ծրագրերը, որոնք բուժօգնություն են տրամադրում նույնիսկ միայն ապօրինի միգրանտ երեխաներին։ Լուսավոր կետը՝ տրանսգենդեր մարդկանց առողջապահական ծառայությունների ֆինանսավորման դադարեցում։ Medicaid ծրագրում այլևս չի ֆինանսավորվի գենդերային նույնականացմանն ուղղված բուժումը բոլոր տարիքի մարդկանց համար, սկսած 2027 թվականից։ Affordable Care Act-ի միջոցով վաճառվող ապահովագրական ծրագրերը չեն պահանջվի նման ծառայություններ տրամադրել։ Թրամփի վարչակազմը փորձում է ընդլայնել սահմանափակումները ամբողջ ազգաբնակչության վրա, այդ թվում տարիքային բոլոր խմբերի համար։ Թեև նախագծի մի մասը դեռևս կարող է վերանայվել Սենատում, այն արդեն իսկ մեծ քաղաքական և հասարակական բանավեճ է առաջացրել, քանի որ ներառում է հսկայական կառուցվածքային փոփոխություններ ԱՄՆ-ի սոցիալական ապահովագրության և առողջապահության ոլորտներում։ Օրվա արտակարգ թեմաներով։ Այսօր վաղառավոտյան կենտրոնական հետախուզության վարչության շտաբի մոտ իրավապահները կրակ են բացել և վիրավորել մի կնոջ, որը մեքենայով մոտեցել է դարպասին և հրաժարվել է կանգ առնել։ Վարչությունը միջադեպի վերաբերյալ շատ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ կինը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց։ CIA շտաբի մուտքի մոտ տեղի է ունեցել անվտանգության միջադեպ, որին արձագանքել են իրավապահ մարմինները։ Գլխավոր մուտքը ներկայումս փակ է, մինչև նոր ծանուցումը։ Լրացուցիչ մանրամասներ կտրամադրվեն ըստ անհրաժեշտության, նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։ Նշեմ, որ այս տարվա մարտին ևս մեկ միջադեպ էր տեղի ունեցել շտաբի տարածքում, արգելափակման դեպք, որի ընթացքում մեկ անձ ձերբակալվել էր ոստիկանության զինված ստորաբաժանումների կողմից։ Սարսափելի հրաձգություն Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ Զույգ Յարոն Լիշինսկին և Սարա Միլգրիմը սպանվել են հրեական թանգարանից դուրս գալիս ժամը 9-ից քիչ անց։
Ոստիկանությունը նշում է, որ նրանք եղել են թիրախավորված։ Կասկածյալը մոտեցել է 4 հոգուց բաղկացած խմբի, հանել ատրճանակն ու կրակել։ Վաշինգտոնի ոստիկանապետ Փամելա Սմիթը նշել է, որ կասկածյալը 30-ամյա Էլիաս Ռոդրիգեզն է Չիկագոյից, որը հրաձգությունից հետո մտել է թանգարան։ Այնտեղ գտնվող մարդիկ կարծել են, թե կասկածյալը վկա է եւ նրան ջուր են առաջարկել։ Սակայն քիչ հետո նա պայուսակից անել է արաբական դրոշ ու ասել. «Ես եմ արել, ես արեցի սա Գազայի համար»։ Ապա սկսել է բղավել. «Ազատություն Պաղեստինին» ու հենց այդ պահին ոստիկանությունը ներս է մտել եւ ձերբակալել նրան։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ցույց է տվել, թե ուր է նետել հրազենը եւ այն հետագայում հայտնաբերել է ոստիկանությունը։ ՀԴԲ-ն եւ ոստիկանությունն այժմ քննում են, արդյոք հարձակումը հնարավոր կապ ունի ահաբեկչության կամ ատելության շարժառիթների հետ։ Սան Դիեգոյի բնակելի թաղամասում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել են Sound Talent Group երաժշտական գործակալության 3 աշխատակից, այդ թվում գործակալության համահիմնադիր Դեյվ Շապիրոն։ Ըստ Դաշնային ավիացիոն վարչության ինքնաթիռը պատկանել է հենց Շապիրոյին, որը ուներ օդաչուի արտոնագիր։ Մասնավոր ինքնաթիռը վթարվել է վաղ առավոտյան ռազմական Murphy Canyon թաղամասում։ Ինքնաթիռը կտրել է էլեկտրագծեր ու բախվել բնակելի տանը, առաջացնելով հրդեհ, որը ընդգրկել է ամբողջությամբ 1 տուն եւ մի քանի մեքենա։ Ավելի քան 100 բնակիչ տարհանվել է, 5 հոգանոց ընտանիք տեղափոխվել է հիվանդանոց ծխից թունավորվելու պատճառով։ Մեկ այլ անձ էլ վիրավորվել է, փորձելով փախչել պատուհանից։ Եվս 2 անձ տեղում են ստացել բուժօգնություն։ Ավելի քան 10 տուն է վնասվել, իսկ մեկի տանիքը մասնակի փլուզվել է։ Տեղում առկա էր ռեակտիվ վառելիքի հոսք, որը բարդացնում էր հրդեհի մարումը։ Նյու Օրլեանի ոստիկանությունն ու ՀԴԲ-ն ձերբակալել են 2 անձի, որոնք կասկածվում են կալանավորներին օգնելու մեջ։ Քորտնի Հարիսը մեղադրվում է փախուստի դիմաց 2 կալանավորի տեղափոխման մեջ, իսկ Քովանթե Բապտիստին մեղադրում են Կորի Բոյդին սնունդ մատակարարելու համար, նրա թաքնվելու ժամանակ։ Լուիզիանայի ոստիկանության տվյալներով փախուստի մեջ գտնվող Կորի Բոյդը ձերբակալվելուց հետո ուղղաթիռով տեղափոխվել է հատուկ պահպանվող հաստատություն։ Չնայած ավելի քան 200 իրավապահների մասնակցությանը որոնողական գործողություններին, 10-ից 5-ը դեռևս փախուստի մեջ են։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։